Ինչու չենք գա, եւ ասում են մենք շատ մաքուր ներկա ունենք, այսինքն անցյալից որպես շագերտավոր կեղտոտ մարդիկ չկան ներկայում, ինչու են համարում այսպես նախկին նախագահներին ես մերին կեղտոտ եւ ինչու են բացառում համագործակցությունները, արդյոք ժողովրդի աշխում հաշվի են առնում, չգիտեմ, շորման, որ ցածր վարկանիշը կամ ձեր ներկայությունը գուցե իրենց վարկանիշին վնասի։ Այդ հարցը երևի թե ինչ չորված, իրենց արված, ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց խոսքը գնում է նախընտրական դաշինքներ կազմելու, ինչու ես շատ նորմալ եմ նայում, առանձին ուժ են ունեն իրենց ծրագրերը, ուզում են առանձին մասնակցել եւ այսինքն ինչն է այստեղ ոչ նորմալ կամ ձեր Դուք հակված եք դաշինք ձևավորելուն որևէ ուժի հետ նախընտրական։ Թե դուք միայնակ եք որոշելու։ Ինչպես արդեն ասվել է, ավելի մանրամասն ընտրությունների մասնակցության ֆորմատի դաշինքի, ովքեր կարող են ներգրավվել, մենք ամիսներ հետո դրա մասին խոսենք, այս պահին ավելի մանրամասն բան չի։ Այ տեսեք, քանի որ դուք ձեր թևը, ձեր հայրը քաղաքական ուժ չունեք, կուսակցություն չունեք, բայց քաղաքական թիմ ունեք, չնայած կոնկուրենտ օֆիսից ասում են 18 աջակիցներ կամ 19 երևի, ինչ որ է, քանի հոգի ուզում է լինի։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում, էլի Հայաստան դաշինքի ձևաչափով, անունը էլի մնալու է Հայաստան դաշինք, թե այլ ձևաչափ, ովքեր են լինելու Հայաստան դաշինքի մեջ, էլի դաշնակցություններ լինելու, թե էլի ինչ-որ ուժեր։ Ես պետք է կրկնեմ նույն բանը, քանի որ իսկապես այդ մասով վերջնական որոշում եւ քննարկումներ չի եղել, այնպես որ մի քիչ անպատասխանատու կլինի կողմից հիմա որևէ բան։ Հանրապետական այդ դաշինք հավանական համարում եք։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ դրա իմաստը չկա, նպատակը չկա։ Բայց հաճախ մարդիկ դες մեղադրում են ժողովուրդը, որ Փաշինյանի իշխանությունից փրկվել ընդդիմադիրների հավաքվելու միասնական լինելու մեջ է։ Եթե նպատակը մեկն է, բոլորի նպատակը մեկն է։ Նպատակը մեկն է, բայց նպատակին հասնելը չի նշանակում, որ բոլորը պետք է միավորվեն, այսպես ասած, մեկ նախընտրական ցուցակի մեջ։ Ես չեմ կարծում դա ճիշտ մոտեցում եւ իսկապես տարբեր ազնիվ թեկուզ ընդդիմադիր թիմեր կարող են ունենալ տարբեր մոտեցումներ։ Ես մեկ ցուցակում ընդգրկվելը չեմ կարծում, որ որևէ մեկին այս առումով ճիշտ օգուտ կտա։ Իհարկե միավորումներ պետք են, ավելի մեծ բլոկներ են պետք լինելու, ավելի փոքր կուսակցությունները, քիչ վարկանիշ ունեցող կուսակցությունները կարծում եմ սխալ կլինի առանձին մասնակցելը, ավելի ճիշտ է ճիշտ հաշվարկված միավորումներով գնալ։